Հիսուսը նրան ասաց. այսօր այս տան համար փրկություն եղավ, որովհետև սա ևս Աբրահամի որդի է, որովհետև մարդու որդին եկել է կորածին փնտրելու ու փրկելու։ Զաքեոսի տան դռները բացվեցին, և Հիսուսը հայտարարեց մի բան, որը փոխեց Զաքեոսի կյանքը։ Այսօր այս տան համար փրկություն եղավ։ Ինչու՞։ Որովհետև Զաքեոսը կատարյալ դարձավ, որովհետև արժանի էր։ Ոչ, այդ օրը փրկություն եղավ, որովհետև Հիսուս Քրիստոսը մտավ նրա տուն և նա բացեց իր սիրտը նրա առաջ։ Հիսուսի երկրորդ նախադասությունը բացում է ամբողջ գաղտնիքը։ Մարդու որդին եկել է կորածին փնտրելու ու փրկելու։ Այս խոսքը ցույց է տալիս երեք կարևոր ճշմարտություն։ Փրկությունը այսօր է, ոչ թե երբ պատրաստ կլինես։ Աստված չի ասում, երբ փոխվես, երբ ավելի լավը դառնաս, երբ մեղքերիցդ ազատվես։ Նա ասում է այսօր։ Հիսուսն ասաց. այս տան համար փրկություն եղավ։ Նա փոխում է ոչ միայն անհատին, այլ հարաբերությունները, տանը, միջավայրում, փոխում է քո ողջ ապրելակերպը։ Երբ Հիսուսը մտնում է տուն, ամեն բան փոխվում է, վերագտնում ես խաղաղություն, սրբություն, ճշմարտություն, նոր սկիզբ։ Մարդու որդին եկել է փնտրելու և փրկելու։ Նա գալիս է քո ետևից։ Փրկությունը Աստծո պարգևն է։ Զաքեոսը միայն մի բան արեց, բացեց իր տունը և իր սիրտը, և Քրիստոսը մնացածը կատարեց։ Այսօր լսիր այս խոսքը հենց քեզ ուղղված։ Այսօր փրկությունը կարող է գալ քո տուն, քո սիրտ, քո կյանք։ Բացիր դուռը և ասա. Տեր Հիսուս, մտիր և փոխիր իմ կյանքը։ Տեր Հիսուս, շնորհակալ եմ, որ փնտրեցիր ու փրկեցիր ինձ, երբ ես հեռու էի քեզնից։ Ամեն։